Okay, այսօր ուրեմն նայում ենք, թե ինչ է կատարվում մեր շուրջը, ինչ է կատարվում մեզ հետ, ընդհանուր առմամբ, սա վերաբերում է բոլորին, ովքեր կզգան, որ իրենց վիդեոն իրենց չի վերաբերում, կարող են չնայել, որովհետև երբ նայում ես ընդհանուր բոլորի համար, չի կարող բոլորին համար պատասխանել, բայց եթե ինչ-որ մեկը ինչ-որ մի բան պիտի այսօր տեղից լսի և իրեն դա ինչ-որ ձևով կարող է օգտակար լինել, ուրեմն արժեր այս վիդեոն անել։ Ցանկ առաջ։ Հենց սկզբից շատ հետաքրքիր քարտեր եմ տեսնում։ Առաջին դուրս եկավ սա Լիլիաները։ Ինչ-որ մեկ ինչ-որ շատ կարևոր հարցի շուրջ մտածում է, ինչ-որ շատ կարևոր խնդրի առաջ է կանգնած միգուցե։ Մեկը, որին իմաստուն, խորհուրդ է պետք, ինչ-որ օգնության կարիք է զգում, ինչ-որ մեկին պետք է ինչ-որ ձևով օգնել, որովհետև այն վիճակում, որ գտնվում է, այնքան էլ իրեն դուրս չի գալիս։ Ես տեսնում եմ, որ այդ վիճակը իրականում կլավանա, որովհետև մենք ունենք այստեղ full transformation, այսինքն այն ինչ-որ ձեզ անհանգստացնում էր, այդ կփոխվի և իրադարձությունները կսկսեն շարժվել։ Վերջին քարը տեսնում եմ այստեղ արև, երրորդ քարը վերջինն էլ չէր առանձնապես, արևը տանում է ձեզ դեպի ձեր երազանքների իրականացում, այստեղ դուրս եկան աստղերը, աստղերը դա հույսն է, հավատն է, երազանքներ են իրականանում։ Կարող եմ ասել այստեղից, դե ինչ-որ մեկը սիրո հետ կապված ինչ-որ հարցերի մասին էր մտածում, ուրեմն սա շատ լավ, ես այսօր սիրո մասին չի պլանավորում ճիշտն ասած, բայց ստերեոտին ինքնստինքյան է ստացվում, որ հարցը վերաբերվում է սիրային և անձնական հարաբերություններին։ Ուրեմն ինչ ստացվեց այստեղ, ինչ-որ մեկը խորհրդի կարիք ունի, ստերեոտին երևի ինչ-որ հարց եք ուզում լուծել, և դա կարող է լինել կապված սիրո, ընտրության, մարդու հետ, որի հետ կամ նոր եք շփվում, կամ ուզում եք շփվել և կասկածներ ունեք, ինչ-որ խելացի, իմաստուն, ավելի այսպես ասած մեկի խորհուրդ ունեք, հանդիպեք, չհանդիպեք, որտեղ այսօր տեսեք հանդիպումների, հարաբերությունների, սա շատ լավ քարտ է, իրականում ես կարծում եմ, որ եթե ինչ-որ մեկ ունի այդպիսի հարց, եթե ինչ-որ մեկին վերաբերում է, ինչ-որ մեկին հուզում էր սիրային հարց ինչ-որ մեկի հետ հանդիպելու, ես կարծում եմ, որ արժի հանդիպել։ Ձեր կասկածները կփարատվեն, ձեր հարաբերությունները կշարժվեն և կգնան ճիշտ ուղղությամբ, ինչու, որովհետև դրանից հետո տեսնում եմ արև և աստղեր։ Արևը լավագույն քարտն է այս կարտերի մեջ և աստղերը դրան երազանքներն են, այսինքն ինչ որ դուք հույս ունեք, դրան կհասնեք, տակնել վերջում էլ ստվերում սիրո քարտն էր։ Շատ կարճ ու շատ արագ և հաջորդ քարը տեսնում եմ տուն, այսինքն եթե ինչ-որ մեկը մտածում էր սիրային հարաբերությունների մասին, եղավ շատ կարճ, շատ արագ, շատ հեշտ, էլի եմ ասում, չգիտեմ ով ինչի մասին է մտածում, բայց եթե կան երիտասարդներ կամ այն տարիքում, որոնք կարող են, եթե ինչ-որ մեկը 60 տարեկան է, դժվար թե սիրո մասին մտածել, նրանք ավելի շատ մտածում են սոցիալական խնդիրների, ֆինանսների մասին կամ երեխաների համար։ Նույնիսկ եթե ձեր երեխայի համար եք մտածում, նրանց սիրո անձնական, այս մեկի հետ հանդիպում են, բան կստացվի, չի ստացվի, հանդիպի, չհանդիպի, կստացվի և կստացվի, ոչ միայն կստացվի, այլև կլինի նոր տուն տեղափոխվել, ինչը իրականում նշանակում է ամուսնություն նաև։ Շատ ես ամուսնության քարտ չեմ տեսնում, բայց ես շատ լավ եմ տեսնում ամեն դեպքում։ Հաջողություն եմ մաղթում ձեզ։